այս հանգստությունն ու խաղաղությունը, որ կա այսօր թեթև քամին իմ համար համենայն դեպս հաճելի է։ Ես վայելում եմ այս հանգստությունը։ Խելագարվել կարելի է, ուղղակի խելագարվել կարելի է։ Ես զարմանում եմ, որ չեք խենթանում։ Ես զարմանում եմ, ոնց եք դուք ապրում։ Ես զարմանում եմ, ոնց եք կուլ տալի այն նվաստացուցիչ իրավիճակը, այն ծիծաղը, որ այսօր խնդում են ձեր վրա։ Կլնի ստեի իշխանությունները կլնեն, թե ստեի չարիքները ներսի կլնեն, թե թշնամին։ Զարմանում եմ։ Շատ դաժանություններ եմ տեսել, դժվարություններ։ Բայց ես այդ դժվարություններն ու այդ դաժանությունները նույնիսկ երբ որ ես իմ անձնական կյանքն վտանգի տակ եղել, ես ատամներս սխմած տարել եմ, դիմադրել եմ, որովհետև հասկացել եմ, որ իմ թիկունքին կա մի ժողովուրդ, հասկացել եմ, որ հայ մանուկի համար եմ կռիվ տալի, իմ երեխեքի, իմ հայրենիքի համար եմ կռիվ տալի։ Բա դուք ինչի համար եք կռիվ տալի։ Ինչի համար եք ապրում, որ վաղը ձեր անձնագրի մեջից, չնայած արդեն ջնջել են հայ ազգությամբ, հայը ջնջել են ձեր անձնագրի ծննդականի միջից, վաղը դուք ազգություն չեք ունենալու։ Այն նկարները, որ դուք հայրենիք եք ասում, կլինի Արարատ լեռը, հիմա արդեն Արցախը, վաղը Հայաստանի, այդ որ ցույց են տալի, այդ քարտեզից նկարելու եք խփեք ձեր պատին, մայր Հայաստանին եք երանի տալու, որովհետև օտար հողի վրա, երբ որ արդեն հայրենիք չունենաք, գերեզման էլ չեք ունենալու։ Այսքանը, ես էլ եմ, իր չեք քայլել ավերքի շիրիմների մոտ։ Դուք նստեք ձեր դիվանին, մենք կռիվ կտանք, թոյսի մեր վերջի կռիվն լինի, բայց գոնե ձեզ նվաստացած չենք տենա։